Եթե դու հիմա նայում ես այս տեսանյութը, ամենայն հավանականությամբ հոգնել ես։ Հոգնել ես սկսել եւ կիսատ թողնելուց։ Հոգնել ես հայելու առաջ կանգնելուց ու քեզ չսիրելուց։ Բայց լսիր ինձ ուշադիր։ Նիհարելը մարմնի խնդիր չէ, դա ուղեղի խնդիր է։ Այս տեսանյութում ես քեզ կտամ 3 պարզ քայլ։ Ոչ մոգական, ոչ սուտ, եթե անես կստացվի։ Եթե չանես, ոչ մի դիետա քեզ չի փրկի։ Քայլ առաջին. դադարեցրու քեզ խաբել։ 2 շաբթիից, ամսվանից, նոր տարուց։ Սրանք բոլորը պարզապես փախուստ են։ Հիմա քեզ հարց եմ տալիս. դու ուզում ես նիհարել, թե ուզում ես ուղղակի երազել նիհարելու մասին։ Քանի դեռ դու չես ընդունել, որ դու ես պատասխանատու քո մարմնի համար, ոչ մարզիչ, ոչ դիետա, ոչ մի հաբեր քեզ չեն օգնի։ Այսօր որոշում ես ընդունում ոչ թե լինել մոտիվացված, այլ լինել պատասխանատու։ Քայլ երկրորդ. սնունդը։ Ոչ կետո, ոչ դետոքս, ոչ հրաշք ծրագիր։ Քեզ պետք է 3 բան. նորմալ չափաբաժին, ավելի շատ սպիտակուց, քիչ շաքար ու արագ սնունդ։ Եթե դու ամեն օր ուտում ես մի քիչ ավելի լավ, քան 3, դու արդեն հաղթում ես։ Մի փորձիր լինել իդեալական։ Նիհարում են նրանք, ովքեր որ հետևողական են սկզբունքներին։ Քայլ երրորդ. շարժումը։ Մարզվելը պատիժ չէ, մարզվելը քո մարմնին շնորհակալություն ասելն է։ Սկզբում նույնիսկ 20-ից 30 րոպե քայլելը ավելի լավ է, քան 0 մարզումը։ Մի մտածիր ինչքան կալորիա ես այրում, մտածիր ինչ մարդ ես դառնում։ Յուրաքանչյուր մարզում քեզ ասում է, որ դու քեզ վրա աշխատող եւ ուժեղ մարդ ես։ Հիշիր սա, դու չես պարտվել, դու ուղղակի դեռ չես սկսել ճիշտ ձևով։ Եթե այսօր փոքր քայլ անես, 1 ամիս հետո քեզ չես ճանաչի։ Մի սպասիր, որ հավատաս քեզ։ Սկզբում արա, հետո հավատը կգա։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, մեկնաբանությունում գրիր, սկսում եմ այսօր, եւ տեսնենք ով է իրականում ուժեղ։